Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն օր դեկտեմբերի 15 Եվ նրանք կձուլեն իրանց սուրերը խոփեր և իրանց նիզակները էտոցներ, ազգ ազգի վրա սուր չի բարձրացնի և այլևս պատերազմի չեն վարժվի։ Եսայի 2 գլուխ 4 խոսք։ Ախ եթե այդ երջանիկ ժամանակներն արդեն այստեղ լինեին։ Այժմ ազգերը մինչև ատամները զինված են և հորինում են ավելի ու ավելի սարսափելի զենքեր, կարծես մարդու վերջնական նպատակին կարելի է հասնել միայն բազմաթիվ մարդկանց ոչնչացնելով։ Բայց մի օր խաղաղությունը կվերականգնվի, այո, և այնպես, որ ոչնչացման գործիքները կվերաձևավորվեն և կօգտագործվեն ավելի լավ նպատակների համար։ Ինչպես է սա տեղի ունենալու։ Առևտրի միջոցով, քաղաքակրթությամբ, արբիտրաժի միջոցով։ Մենք չենք հավատում դրանց։ Անցյալի փորձը մեզ արգելում է վստահել նման թույլ միջոցների։ Խաղաղությունը կհաստատվի միայն խաղաղության իշխանի գահակալության միջոցով։ Նա մարդկանց կսովորեցնի իր հոգով, կնորոգի նրանց սրտերը իր շնորհով և կկառավարի նրանց իր գերագույն իշխանությամբ, և այդ ժամանակ նրանք կդադարեն վնասել և սպանել։ Մարդը հրեշ է դառնում, երբ նրա արյունը եռում է, և միայն Տեր Հիսուսը կարող է այս առյուծին վերածել գառան։ Մարդու սիրտը փոխելով, նա նրան կազատի արյունարբու կրքերից։ Թող այս խոստումների գրքի յուրաքանչյուր ունկնդիր այսօր հատուկ աղոթք բարձրացնի Տիրոջը և խաղաղություն պարգևողին, որ նա վերջ դնի պատերազմներին և ներդաշնակություն հաստատի ամբողջ աշխարհում։